Սպասենք մարդիկ հավաքվեն, բարև ձեզ իմ Facebook-յան ընկերներ, իմ հայ ժողովուրդ։ Կներեք ինձ մի քիչ ուշ եմ մտնում եթեր զբաղվածության պատճառով, հիմա սպասենք մարդիկ հավաքվեն, որպեսզի զրուցենք։ Երեք ես ձեզ բոլորիդ տեղեկացրեցի ուրեմն իմ ընտանիքի հետ կատարվածի վերաբերյալ, ուզում եմ նորից այսօր խոսեմ այդ մասին ավելի մանրամասն, ուղղակի ինքը ավելի բովանդակալից է, ծավալները ավելի շատ են ու ես մեկ եթերից հնարավորություն չունեմ ձեզ այդ ամենի մասին տեղեկացնելու, դրա համար սենց փուլարփուլ ես ձեզ կտեղեկացնեմ թե ինչա տեղի ունեցել։ Տեղի ունեցածը աբսուրդ է, բարիս ծայրաստիճան ծայրահեղ իմաստով, օրենքների խախտումներով եւ ապօրինությունների ուրեմն ծավալուն շարքով։ Ուրեմն ինչ վերաբերվում է հոկտեմբերի 28-ին ժամը 04:00, ինչպես որ ասել էի երեք այդ դեպքի հետ կապված, ոստիկանության գործողությունների վերաբերյալ, ուրեմն նախ ոստիկանության խախտումները եկեք արձանագրենք, թե ինչումն են կայանում։ Նախ առաջինը ահազանգը եղել է ոստիկանությանը Ռուսաստանի Դաշնությունից։ Ահազանգ տվողը եղել է ուրեմն կնոջս քույրը, ահազանգից հետո ոստիկանները այցելել են։ Ես ձեզ երեք ասեցի եւ մեզ հրավիրել են բաժին, գնացել ենք բաժին։ Նախ երեխաների մասով, որ 4.5 ժամ երեխաները մնացել են ուրեմն տանը միայնակ առանց որևիցե միջափահասի խնամքի, այդ մասով, այսինքն իրանք պետք է գոնե հոգաբարձուների խորհրդով կազմակերպեին, երբ որ գալիս էին բնակարան, բայց այդ ամեն ինչը չեն կազմակերպել։ Եվ տենց այդ երեխաների հետ կարող էր ամեն ինչ տեղի ունենալ, բայց փառք Տիրոջը, որ ամեն ինչ լավ է եղել, նրանց ոչ մի բան չի եղել։ Մի վարկյան ստեղ տեխնիկական խնդիր կա, ուղենք։ Ուրեմն դրանից հետո բերում են երեխաներին 7-8 ժամ ինձ ձերբակալման որոշում կայացնելուց հետո պահում են երեխաներին ոստիկանության բաժնում։ Էլի նորից առանց հոգաբարձուների խորհրդի երեխաներից մեկը ուրեմն մի տարեկան կան, մեկը 3 տարեկան։ Մի խոսքով անչափահաս 7 երեխաներին 7-8 ժամ պահում են բաժնում եւ հարցաքննում են։ Ուրեմն սրանք խախտումներ են, որոնք պետք է արձանագրվեն։ Ես արձանագրում եմ եւ դնում եմ ձեր դատին, ինչպես նաեւ ամենայն հարգանքով դիմում եմ ձեզ, Տիկին Արփինե Սարգսյան, Հայաստանի Հանրապետության նախարար, խնդրում ուշադիր լինել եւ հրավիրում ձեր ուշադրությունը ուրեմն կատարված դեպքի մասով։ Դրանից հետո նախ ինձ ձերբակալելու ուրեմն պատճառը, նախ ես նախկինում դատվածություն չունեմ, մեկ։ Երկրորդը ընտանեկան բռնություն, բառակապակցությունը իմ անձի անհատականության հետ որևիցե մի կապ չունի։ Ես ոչ բռնարար եմ, ոչ էլ իմ ընտանիքի անդամները բռնության են ենթարկվել իմ կողմից։ Բացի դրանից, ասենք ինձ կարային ուրիշ որոշում կայացնեին, բայց չձերբակալեն, այսինքն ինձ 72 ժամով ձերբակալելու
իմաստն եմ ուզում հասկանամ, ինչումն է կայանում։ Ինձ 72 ժամով ինձ ազատությունից զրկելու իմաստը ինչումն է։ Եվ ես 70, այսինքն իմաստը նրանումն է, որ ես 72 ժամ ձերբակալված մնամ ձերբակալվածների պահպանման վայրում ու այդ ընթացքում օրգանիզավատարվի, հա, կազմակերպվի իմ կնոջը, որ իմ կինը տանեն կանանց աջակցման կենտրոն։ Ինչ կազմակերպված, նախորոք, հաշվարկված, ինչի կարելի անի դուք։ Ու սենց իմ ընտանիքը, ասենք, բերել եք քայքայման շեմին, քանդման շեմին։ Ու բոլորը անգործության են մատնված։ Միլիոն անգամ զանգել եմ 102, հետո փոխվեց 112 համարը, զանգել եմ, այնտեղ հաղորդումներ եմ տվել, ասել եմ, խնդրում եմ օպերատիվ միջոցներ ձեռնարկեք, իմ երեխաների գտնվելու վայրը ճշտեք, նրանց առողջական վիճակը, նրանք ողջ են, ուտում են, խմում են, նստած են, կան, չկան, ոչ մեկի էր վեճին պետք չի, թե ինչա կատարվում։ Անընդհատ ես ահազանգ եմ տալի, անընդհատ իմ ահազանգի շրջանակներում Էրեբունու բաժնի վրա են մակագրում, քանի որ դեպքը տեղի ունեցել Էրեբունու վարչական շրջանում, ուրեմն ես գնում Էրեբունու բաժին, Էրեբունու բաժնում ինձանից դիմում են վերցնում։ Ու տենց էլի փափուկ բաժ դնում, ճամփուն դնում։ Այդ բոլոր դիմումները, բոլոր ուրեմն փաստաթղթաշրջանառությունը ամբողջովին sense մակուլատուրա է մոտս հավաքվել։ Հետո նորից եմ ահազանգ տալի, նորից են հրավիրում, նորից եմ դիմում, այսինքն ոչ մի արդյունք, անարդյունավետ։ Ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչումն է առհասարակ խնդիրը։ Ու լավ, բալավ, այս մարդու 7 երեխեքը ուր են։ Այն պարագայում, երբ որ այդ 7 երեխաները, ասենք, նման բաների մեջ կյանքում չեն եղել, առհասարակ ես իմ համար երազ է։ Ինձ թվում է, հեսա պետք է գնամ քնեմ, մեկը գա ինձ արթնացնի, ասի Արմոն ջան, երազ ես տեսնում, արթնացի քնից հետ։ Ես ինչ sense կազմակերպված, ինչ-որ sense կապված, ոնց որ sense լրիվ կարաքի պես, սա գծած, նախորոք, չերտոժը գծած, սցենարը տված, նախնական, որ sense լինի, հետո sense կանենք, հետո որ նենց լինի, նենց կանենք, հետո նենց հետո էս կանենք, հա։ Լավ, այդ գծողը գծել է, բայց այս կատարում է խումբը, այս կատարողների մասին եմ խոսում։ Ոստիկանությունը իր հերթին անգործության մատնված։ Գլխավոր դատախազությունը իր հերթին, քանի անգամ գլխավոր դատախազի Աննա Վարդապետյանի անունով դիմումներ եմ տվել, որ նման դեպք է տեղի ունեցել։ Հələ աջակցման կենտրոնում եղած ժամանակաշրջանում, որ հələ երկրից դուրս չէին հանել երեխաներից, հələ որ կինս երեխաներից հետ երկրից դուրս չէր եկել։ Էլի լռում են իմ դիմումների, էլի դիմումներ եմ տվել բազմիցս։ Ոչ մեկ ոչ մի արձագանք։ Անգամ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ Անահիտ Մանասյանի անունով, Մարդու իրավունքների պաշտպանի անունով եմ դիմում տվել։ Ու անգամ ընդեղի քրեական բաժինն է իմ հետ կապնվել։ Էլի ոչ մի բան, ոնց որ իրավաբանական կոնտուր։ Ինձ ասում են, բանը, Արման ջան, բանը, Հագայի քաղաքացիական մոտեցումների վերաբերյալ օրենքով կարող եք դիմել բան Արդարադատության նախարարությունը կենտրոնական մարմինն է։ Այդքան բան։ Վերջ։ Այսինքն բանը խորհրդատվական գրասենյակը, էլի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, հա համարենք։ Բայց մարդու իրավունքները խախտվել են։ Բայց չէ որ ընտանեկան օրենսգիրքը ասում է, որ 2 ամուսինների ամուսնական ընթացքում ծնված երեխաների մասով 2 ամուսինները ունեն հավասարազոր իրավունքներ եւ պարտականություններ։ Այս պարագայում մյուս ամուսնու, այսինքն իմ իրավունքները եւ պարտականությունները ուրեմն խախտվել են։ Այսինքն ես իմ իրավունքները եւ պարտականությունները չեմ կարողանում իրացնել, որովհետեւ որոշակի խումբ մարդկանց գլխավոր դերակատարներով ունեն ամբիցիաներ, ունեն պրինցիպներ, ունեն շահեր, որոշել են, որ իրանց ուզենալով է կամ իրանց չուզենալով է։ Ու ոչ մեկ սրան չի անդրադառնում։ Ու ես հանդես եմ եկել քաղաքացու ուրեմն անունից։ Այսինքն ոչ իմ հանրային լինելու ֆակտորն եմ մեջ բերել, ոչ իմ ռեսուրսն եմ օգտագործել, ոչ մի բան։ Ու 7 ամիսա ստեղից տշում են, ընդեղից տշում են, այս թուղթը, այն թուղթը, գնա արի ու տենց շարունակ սենց ձգում, ճլում, այսօր վաղը մյուս օրը ու այսպես շարունակ։ Հիմա ես ձեզ եմ դիմում, պատկանում, անգամ Երևան քաղաքի վարչություն եմ դիմել, Հայ Քարությունյանի անունով Երևան քաղաքի վարչության պետի անունով եմ ուրեմն դիմում գրել։
որ երեխաներս պետական սահմանը լքել են։ Այնտեղ բազայով նայել ենք, ցույց էր տալի, որ 5 երեխաներն են կնոջ հետ անձնագրեր հանել ու լքել պետական սահմանը, հետո երևի ինքը պիտի թարմացում լիներ, չէր թարմացել, դրա համար էր տես ցույց տալի։ Ես էլ անհանգստանում էի, մտածում էի, բայ այն երկու երեխաները որտեղ են մնացել։ Հետո որ ազգային անվտանգության ծառայություն սահմանապահ զորքեր Մուրադյան Գարիկի հրամանատարի անունով դիմում գրեցի, պարոն Մուրադյանը ի պատասխան իմ դիմումի ուրեմն ուղարկեց, որ հարգելի պարոն Գալստյան, ուրեմն պետական սահմանը լքել են Զվարթնոց օդանավակայանով 615 չվերթով դեպի Կրասնոդար ուղղությամբ դեկտեմբերի 2-ին 7 երեխաները իր անուն ազգանուններով ուղարկեց, նոր ես տեսա, որ փաստորեն այդ երկու երեխաներն են գնացել, այլ ոչ 5 երեխան կնոջ հետ։ Ու ասենք միջև առեսօր մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ոչինչ զանգել է, ոչ մի հատ հետաքրքրվել է, մի հատ իմանա տենա, բալավ ինձ մարդու հարցը ինչ եղավ, այս մարդու երեխաները ինչ եղան։ Եկավ այդ երեխաները տրաֆիկինգի են ենթարկվում, կամ այդ կինը տրաֆիկինգի ենթարկված կին է։ Իսկ տրաֆիկինգի օրենքը ինչ է ասում։ Ասում է, որ սոցիալապես անապահով, ասենք սոցիալական խնդիրներ ունեցող, ընտանիքում խնդիրներ ունեցող մարդիկ կաշկանդված, ասենք հուզված կարող են լինել մարդիկ, ովքեր նրանց շահագրգռող առաջարկներ անեն, գումարային առաջարկներ անեն, ու տենց շարունակ տարբեր աճպարարական ուրեմն մեթոդներով իրենց պիղծ եւ կեղտոտ գործերն անեն։ Բա դուք չեք ուզում մի հատ հետաքրքրվեք, այս հայ ազգի մեջի, այս մեր հայ տղու, այս 7 երեխա ունեցող բազմազավակ ընտանիքի ճակատագիրը լավ, այս ինչ պետք է լինի։ Այս հարցը Բայց դա յուրաքանչյուրի հետ կարող լինի, յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ կարող է նույն դեպքը տեղի ունենա։ Ոչ մեկին հետաքրքիր չի այս ամեն ինչը։ Մեր պատկան մարմինների մասին է խոսքը։ Մեր իրավապահ մարմինների մասին է խոսքը։ Ու այս ամբողջ ընթացքում ես ոչ փաստաբանի ծառայություններից եմ օգտվել, ոչ հանրային պաշտպանի ուրեմն ծառայությունից եմ օգտվել։ Մենակ երբ որ դեպոնացում են արել ուղարկել են ուրեմն այդ տվյալ վարույթով գործը դատարան հունվարի 27-ին արդեն 2026 թվականին եւ դատական նիստը նշանակվել է փետրվարի 18-ին փետրվարի 18-ին ուրեմն ես նոր հանրային պաշտպան եմ հանրային պաշտպանի ծառայության մասին խնդրել եմ որպեսզի ինձ ծառայություն մատուցեն եւ ամենաաբսուրդը այն է որ ասենք ես նախ 48 րոպե դատական նիստը 17:00-ին նշանակվում է փետրվարի 18-ին ես միջև այդ միջնորդություն եմ ներկայացնում ուրեմն Աջափնյակի դատարան որ այն բովանդակությամբ որ խնդրում ինձ ընձեռնել հարգարժան դատարան պատվարժան դատավոր հնարավորություն որպեսզի ես իմ երեխաներին տեսակցեմ 2 օրով իմ սեկտը բացեք սեկտ են դրել իմ վրա Այսինքն սահմանային արգելանք են դրել։ Ես ոչ կարող եմ ցամաքով դուրս գամ երկրից, ոչ էլ կարող եմ օդանավակայանով դուրս գամ երկրից։ Ու սենց ինձ սաղ կողմերից կաշկանդել են, թեև ոտս կապել են, պատկերացնում եք, ու ես սենց չեմ կարող իրար գամ ու խաբար չեմ իմ երեխեքս ընդեղ ինչ եղան, ինչ կերան, ինչ խման, ինչ են անում, կամ առհասարակ։ Ռուսաստան տեղ պատերազմական երկիր, ամեն րոպե ամեն ինչ կարող լինի Ինչա որ հիմա Ռուսաստանում մի հատ սնարյադ գա կամ մի հատ բայրակթար գա, պետք է ասեն մի քիչ Ազերբայջան, կուխնից գնա բան, դեպի բան, հյուրասենյակ, մենք բայրակթարով խփելու ենք, հա։ Բայց այսօր հենց հիմա սա ազգային անվտանգության խնդիր է։ Ազգային անվտանգության ծառայությունն եմ դիմել։ Այս հարցով։ Ու հիմա էլ դիմում եմ ազգային անվտանգության ծառայությանն եմ դիմում։ Ինչ ենք մենք մտածում, ես ձեր կարիքն ունեմ, ես ձեր օգնության ու աջակցության կարիքն ունեմ, ես ձեր Հայաստանի Հանրապետության քաղաքացին եմ, հիմա ձեր Հայաստանի Հանրապետության քաղաքացին պաշտպանված է, թե պաշտպանված չի, բա ոչ բռնի, թավշյա, սիրո, բաց ձեռքերի հեղափոխություն ենք արել, բայց հեղափոխություն արել ենք ինչի համար, որ այդ հեղափոխության շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքացին պաշտպանված լինի Բայց ես այս 7 ամսվա մեջ պաշտպանություն առհասարակ չզգացի իմ նկատմամբ։ Հակառակը, եթե իմ ներուժը չլներ
իմ անցյալի փորձը չլներ, այս գիտական ցենզիս աստիճանը չլներ, ես չէի կարող փաստորեն այս ամեն ինչին գայ հասնել ես կետին, հա։ Ոչ մեկին ձեռը չբռնես, ոչ մեկին չօգնես, ոչ մի հարցում։ Որտե գնում ես, փափուկ բարձր դնում, ճամփու դնում։ Ոնց որ sense հանցագործների համար նպաստավոր բոլոր պայմանները ստեղծվի, ասեն դուք տենց ինչ ուզում եք արեք։ Սեկտը վրան փակել ենք, չի կարա երկրից դուրս գա։ Այդ բանկի հաշիվները արգելափակել ենք, ֆինանսական միջոցները չի գա։ Զաթի որ գալիս է լա, գա մի բան կասեն կգնա։ Դուք տես բան տեսել եք դեկտեմբերի ուրեմն 30-ին 2025 թվի գնացել եմ այրոպորտի ոստիկանություն հաղորդում եմ տվել։ Ուրեմն հաղորդումս 3 ժամում պետք է ուրեմն տեղափոխվի վարույթ իրականացնող մարմնին, այսինքն այրոպորտի քննչական կոմիտե։ Եվ քննչական կոմիտեն հսկող դատախազի հետ պետք է 24 ժամվա մեջ դնի քննարկման ու վարույթ նախաձեռնի։ Կամ վարույթը չնախաձեռնի։ Եթե վարույթը չի նախաձեռնում, ուրեմն վարույթը չնախաձեռնելու մասին ինձ պետք է ծանոթի։ Ուրեմն 4 ամիս շարունակ չնախաձեռնված վարույթի ծանոթումը ես չեմ ստացել։ Դուք հիմա էսի հասկանում եք ինչա։ Քննիչին զանգում եմ Աղայան Սասուն, քննիչի անուն ազգանունը, ասեմ իմացեք։ Օդանավակայանի ուրեմն քննչական կոմիտեի քննիչ Սասուն Աղայան։ Ուրեմն ասում Արման ջան, վաղը քննչական գործողություններ եմ անում, վաղը կզանգես, կասեմ։ Պարոն Աղայան, ով է հսկող դատախազը, չեմ կարող ասեմ։ Պարոն Աղայան, երբ գամ, չեմ կարող ասեմ։ Պարոն Աղայան, վարույթը նախաձեռնել եք, թե չեք նախաձեռնել։ Դեռ հələ պետք է մի հատ պարզաբանումներ անենք։ Մի խոսքով 4 ամիս զանգում եմ հեռախոսին չի պատասխանում։ Գնում եմ ինչ որ մի բան ինձ ասում է, նորից ինձ ճամփու է դնում։ Ու սենց 4 ամիս շարունակ։ Ու վերջում 4 ամիս հետո ապրիլին արդեն։ Ասում է թուղթը կորել էր։ Հիմա գտել ենք թուղթը։ Այսինքն ես 4 ամիս անց նոր պետք է այդ վարույթ չնախաձեռնելու մասին թուղթը վերցնեմ, տանեմ, ասենք յուրաքանչյուր դատարան, նո առաջի Ազիանի դատարան, որպեսզի բողոքարկեմ։ Այսինքն 2 ամիս էլ դատարանները տենց գնա, միջև այս ընտրություններ, այս ամեն ինչը անցնի ու գնա, էլի։ Այսինքն ինձ զբաղացնելու համար է, էսի ես չեմ հասկանում։ Ասել են ժամանակ ձգեք, զբաղացրեք, մի բան էլ ասեք, հա։ Ինչ եք անում դուք, ուզում եմ հասկանամ։ Վերջում տենում եմ չի ստացվում, դուրս եմ գալիս, ես եմ իմ կապերով ճշտում, թե ով է դատախազը։ Գնում եմ գլխավոր դատախազություն, գլխավոր դատախազությունից ճշտում եմ ով է դատախազը։ Դատախազը Մարդույան Արտուրն է, Մալացիա Սեբաստիա վարչական շրջանի, ուրեմն հսկող դատախազը։ Գնում եմ ճշտում, թե ինչն է խնդիրը, որ վարույթ չի նախաձեռնվել։ Ասում 241 հոդվածով ուրեմն երեխային ծնողից ապօրինի բաժանելը, այլ երկիր տեղափոխելը, այդ մասով վարույթ նախաձեռնեք։ Ասում չենք կարող նախաձեռնենք։ Ասում եմ ինչու։ Ասում հանցակազմ չենք տեսնում մեջը։ Ծնողը երեխայից չի կարող երեխային առևանգի։ Բայց եթե ընտանեկան օրենսգրքի մեջ ասում եմ իրանց, ասում է որ երկու ծնողներ ունեն հավասարազոր իրավունքներ եւ պարտականություններ։ Այս պարագայում մի ծնողը մյուս ծնողի իրավունքներ եւ պարտականությունները խոչընդոտել է։ Այսինքն ոնց չի առևանգի։ Բա առանց իմ գիտության երեխուս տարե պասպորտներ են հանել առել են երկրից դուրս։ Ով է այդ իրավունքը իրանց տվել։ Նման բան անելու։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ուրեմն 241-ի առաջին մասով 3 տարի ազատազրկում է, երկրորդ մասով այլ անձանցով պայմանավորված ուրեմն 3-ից 6 տարվա ազատազրկում է, եւ երրորդ մասով էլ, եթե ես այն վիճակում լինեմ, որ ասենք խոսքի ուզենամ իմ կյանքին վնաս տամ, որովհետեւ մեկը ինձ տեսնի, համոզի ու ես հետ գամ այդ վիճակից, դա էլ ծնողին բերել եք այն հոգեհուզական վիճակին, որ ծնողը նման քայլի է դիմում։ Դա էլ 4-ից 8 տարվա հոդված է։ Ասենք ես ուզում եմ հասկանալ, հիմա ես ինչ պետք է լինեմ, համ պետք է դատախազ լինեմ, համ պետք է դատավոր լինեմ, համ պետքա ոստիկան լինեմ, համ պետքա քննիչ լինեմ, հա։ Բոլորի տեղը ես պետքա ասենց նստեմ, աշխատեմ, մտածեմ, օրենքները նայեմ, քրեական օրենսգիրքը, մյուսը։ Ոչ մեկին հետաքրքիր չի թե ինչա կատարվում։ Ու սենց ով ինչ ուզում է անում, հա։ Կամ դուք դատական նիստ եք նշանակում,
ամենայն հարգանքով տիկին դատավոր, տիկին դատախազ, խոսքը Մուրադյան Տաթևիկի դատախազ, հսկող դատախազ Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների եւ խոսքը Աջափնյակի ուրեմն հարգարժան դատավորի մասին է, Մուրադյան Տաթևիկի մասին է։ Դուք դատական նիստ եք նշանակում եւ սեկտը չեք ստուգում, թե ձեր տուժողը Հայաստանում է թե ոչ, ու դուք դատական նիստի ժամանակ ինձ եք հարցնում, ասում եք իսկ ձեր աղբյուրները հավաստի են, որ տուժողը Հայաստանում է թե Հայաստանում չի։ Բա դուք դատական նիստից առաջ չեք ստուգել, տեսնեք, այդ տուժողը սեկտը ստուգեք, ձեր տուժողն է, քրեական հետապնդում հարուցել եք դուք, հսկող դատախազը դուք եք, տիկին դատախազ, տիկին Մուրադյան։ Բա դուք չեք ստուգել ձեր տուժողը երկրում է թե երկրում չի, որ ինձ եք այդ հարցադրումն անում, մի հատ էլ ուզում եք ճշտեք իմ աղբյուրները հավաստի են թե հավաստի չեն։ Կամ եթե ես միջնորդություն եմ ներկայացնում, որ խնդրում եմ ինձ ընձեռնել հնարավորություն իմ երեխաներին տեսակցելու եւ այդ ամենի շրջանակներում ձեզ էկրանապաճեններն եմ ուրեմն այդ գործի մեջ այդ միջնորդության մեջ դնում միևնույն ժամանակ լազերային սկավառակով ուրեմն գալասաբոյները այդ ձայնագրությունները երեխաներիս հետ շփվելու ձեզ ուրեմն ցույց եմ դնում, դա չի նշանակում, որ այնտեղ ռուսական համարա չեք տեսնում, որ ռուսական համարով ձեզ միջնորդությունը ուղարկված է, որ իրանք երկրում չեն։ Կամ դուք 48 րոպե դատական նիստից ուշանում եք։ Հիմա սա խնդիր է, թե խնդիր չի։ Կամ այդ ամեն ինչից հետո դուք դատական նիստը հետաձգում եք, այդ ժամանակ դատական նիստի ժամանակ տուժողի հետ չեք կապնվում, թեկուզ հեռահար կապով չեք կապնվում, որից օգտվելու հնարավորություն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տուժողը այս պարագայում չեք կապնվում, դատական նիստը հետաձգում եք ապրիլի 9-ին, եւս 2 ամիս։ Եվ ես 2 ամիս սպասում եմ, որ ապրիլի 9-ին լինի ուրեմն դատական նիստը ընտանեկան բռնություն կոչվածի վերաբերյալ, որի հետ նորից եմ շեշտում ու կրկնում։ Եվ վստահաբար եմ ձեզ ասում, ես որևիցե մի կապ չունեմ, ես դեռ զուտ խավության նոխաս եմ դարել։ Ուղղակի զուտ իմ ընտանիքի, իմ կնոջ արժանապատվությունը պահելու համար ես 7 ամիս ձեն չեմ հանել։ Այս ամեն ինչի մասին չեմ հանրայնացրել, չեմ խոսել, բայց էլ արդեն ի վիճակի չեմ չխոսելու։ Որտեվ բոլոր տեսակի լկտիության սահմանները, ասենք, անցվել է, ասենց չի կարելի։ Ես ռուսերեն կասեմ, «Моё терпение заканчивается там, когда ваша наглость переходит границы». Իմ համբերությունը ավարտվում է այնտեղ, երբ որ դուք ձեր բոլոր կարմիր գծերը անցնում եք։ Ինչևից է, հիմա ապրիլի 9-ին դատական նիստը նշանակել եք, ես հանրային պաշտպանի ծառայության ուրեմն խնդրանք միջնորդություն եմ ձեզ ներկայացրել, ու հանրային պաշտպանի միջնորդության շրջանակներում ապրիլի 9-ին սպասում եմ, որ հանրային պաշտպանս պետքա լինի, ես էլ գամ դատական նիստի, ինձ զանգում են Աջափնյակի դատարանից, չեն էլ ծանոթում, զանգում են իմ ձերքի հեռախոսահամարին, ասում են, ահա բանը, հարգելի պարոն Գալստյան, քանի որ քաղաքում խցանումներ են, ասում են, որպեսզի չգաք, չմոտենաք, չհասնեք դատարան, ասենք ձեզ, որ տեղեկացնենք, որ մյուս դատական նիստը հետաձգվել է։ Ասում եմ, երբ է հետաձգվել, ասում եմ, դե հետաձգվել է, ասում եմ, հա, երբ է հետաձգվել, ասում եմ, հունիսի 24-ին, այսինքն եւս 3 ամիս։ Այսինքն 2 ամիսը բավարար չի եղել հանրային պաշտպանի համար գործի նյութերին ծանոթանալու, որ ընդամենը 195 երրորդ հոդվածի 6-րդ կետ 2-րդ մասը ինչ է։ Եվ եւս 3 ամիսա պետք, որ ինքը գործի նյութերին ծանոթանա։ Դե հիմա ես էլ ստեղ մտածում եմ հետեւյալը, որ այդ նույն հանրային պաշտպանին դատալեքսով նայել են, ասենք ԵԴՄ, այսինչ այդ վարույթի համարը, զանգ են տվել այդ դատապաշտպանին, ես էլ կարամ իմ սուբյեկտիվ կարծիքով նման բան կասկածեմ։ Ասել են եղբայր, դու քո լիազորությունների շրջանակներում մեկա օրենք չես խախտում։ Բան արա, գնա այնտեղ ուրեմն դատարան ասա, որ բանա, զբաղվածության պատճառով հարգարժան դատարան, պատվարժան դատավոր, ես ուրեմն չեմ ծանոթացել գործի նյութերին, թող դատարանը որոշի ինչքան ժամկետով է հետաձգում։ Մի քիչ էլ ճլենք ձգենք սենց ժամանակը, մի 3 ամիս էլ ձգենք։ Ես վեր եմ կենում, այդտեղից հետո գնում եմ բանը, փաստաբանների պալատ, տեսնում եմ հանրային պաշտպանին։ Հանրային պաշտպանը մի սենց արագ շուշուտ խոսալով, սենց շփոթացնելով, բան ինչ որ բան, այդ օրենքը 150 հոդվածը ինձ տենց շատ խիստ ներկայացնելով,
Yani էդի դու ես գիտես էդ ինչ օրենք է այս կողմ են կողմ շատ խիստ է Արման ջան մենք պետքա սենց անենք տենց անենք ճիշտ ասած հիմա ժամանակ չունեմ ցմահի ավելի գործեր ունեմ ցմահ դատապարտյալների բաների ժամանակ չունեմ ասում լսեք դուք իմ հանրային պաշտպանն եք չէ ես հիմա եկել եմ ձեզ որպեսզի պատմեմ բովանդակալից թե ինչ է տեղի ունեցել իմ կյանքում իմ հետ իմ իրականության հետ իմ երեխաների հետ իմ կնոջ հետ իմ ընտանիքի հետ ի վերջո հայ ընտանիքի հետ հիմա դուք ինձ լսելու եք թե չեք լսելու մի խոսքով տենց Էլի նորից մանիպուլյացիոն զրույցներով չլսելով ինձ, ես տենց էլ չհասկացա ինչի մասին է խոսքը, ինքը ինձ ինչ է ասում, ինքն էլ երևի թե հասկանում էր իր գործողությունների շարքը, մի խոսքով ամեն դեպքում ինձ դուր չեկավ, թե կեցվածքը, թե պահվածքը, թե առասարակ շատ կասկածելի պահվածքով։ Ես գնացել եմ Աջափնյակի դատարան, Աջափնյակի դատարանում նորից հրաժարվել եմ այդ տվյալ փաստաբանի, ուրեմն Մհեր ազգանունը չեմ հիշում, Շահագերդյանն էր, թե ինչյան էր, ես մյուս եթերի ժամանակ կոնկրետ ուրեմն կասեմ, անունն էլ ազգանունն էլ հրաժարվել եմ մի խոսքով այդ հանրային պաշտպանի ծառայությունից։ Պատճառաբանելով, որ նախարարին ինքը 2 ամսվա ընթացքում գործի նյութերին պետք է ծանոթանար, չի ծանոթացել, եւ եւս 3 ամիս ուզելա որ ծանոթանա։ Հիմա կարող է հունիսի 24-ին նորից գա ասի կբանա, զբաղված է գործի նյութերին չի ծանոթ։ Ու ես sense ինչքան պետք է նստեմ սպասեմ։ Իմ երեխաներս դուրս է, իմ կինս դուրս է։ Իսկ ով է նրանց անվտանգության համար պատասխանատվություն կրում։ Չես ուզում եմ հասկանամ ինչ է կատարվում մեր դատական համակարգի հետ։ Մեր իրավապահ մարմինների հետ։ Առասարակ ինչ է կատարվում։ Հիմա մենք օրենք ունենք, որը սև սպիտակի վրա գրված է, գործում է այդ օրենքը, թե չի գործում։ Հիմա մենք ազատվել ենք այդ Զանգեմ, Խավորտար, Տեքեր, Սանիկ, բան, Պողոսը, Պետրոսը, Վլոն, Գուգոն, Սուրոն, բան նման այրոպլանը։ Այս բաներից մենք ազատվել ենք, թե չենք ազատվել։ Թե նորից մենք նույն գործելակերպով, նույն ձևի։ Ես ուզում եմ այս ամեն ինչը հասկանամ, ինչ է կատարվում։ Բալավ խի մարդուն դնում են այս վիճակի մեջ, առավոտից իրիկուն իրանց հետ գործի եմ գնացել, իրանց հետ գործից տուն եմ եկել։ Առավոտից իրիկուն։ Այն որ ոտերս մաշավ, կոշիկներս մաշավ, բանը ոստիկանության բաժիններ գնալով, քննչական կոմիտեներ գնալով, դատախազություն գնալով ու սենց շարունակ։ Այն որ հատորներով սենց մակուլատուրաներ է մոտս հավաքվել։ Իսկ դուք պարոն Փաշինյան, ինձ ասում եք, որ եղբայր ջան, ընտանեկան վեճ է։ Ամենայն հարգանքով պարոն Փաշինյան, ընտանեկան վեճ չի, խայտարակություն է, աբսուրդ։ Ձեզ վստահաբար ասում եմ, որ ձեր գերատեսչությունները, ձեր ուժային կառույցները, ձեր համակարգը, դատական համակարգը բարից բուն իմաստով չեն աշխատում։ Աշխատում են ըստ տրամադրության, ըստ ցանկության, ըստ իրանց ուզենալու չուզենալու։ Երկրորդ վարույթի համար ես հաղորդում եմ տվել, վարույթը նախաձեռնվել է ուրեմն ապրիլի 23-ին 2026 թվականին եւ ապրիլի 23-ից մինչեւ առեսօր ուրեմն մեղադրանք չի առաջադրվել քրեական հետապնդում չի հարուցվել տվյալ հանցանք կատարած անձի անհատականության ուրեմն նկատմամբ ու այս ամբողջ ընթացքում էնել իմ պայքարելու գնալու գալու անընդհատ կոպիտ ասած իրանց զզվացնելու հետևանքով մի հատ ինձանից sense մի պրամիժուտակ արագի մեջ ասենք բանա հարցաքննել են ինձ թե ինչ է եղել ու հակառակ կողմին հələ չգիտեմ էլ միջև 3 առաջ օրվա տվյալով չեն հարցաքննել չեն կապնվել հակառակ կողմի հետ այսինքն կնոջս հետ ասենք ուզում եմ հասկանամ ով իրավունք ունի, ով ունի այդ բարոյական իրավունքը իմ երեխաներից ինձ զրկելու ու ինձ ցենց զրկանքների ենթարկելու թույլ չտալու որ ես իմ երեխաների հետ խոսեմ ով կնոջս քույրը իրավունք ունի կնոջս քույրերը իրավունք ունեն կնոջս մայրը իրավունք ունի կնոջս հայրը իրավունք ունի կնոջս եղբայրը իրավունք ունի ով ունի
Որևիցե մեկը այս մոլորակի վրա կա, որ կարա ինձ զրկանքների ենթարկի, որ ենթարկել է։ Բա լավ, այդ որևիցե մեկին կամ մնացածին մենք պետքա պատասխանության ենթարկենք, թե ոչ։ Այսինքն Արման Գալստյանին դրդում եք, որ Արման Գալստյանը ինչ անի։ Ապօրինի սահմանահատում անի, չերեզ նոյեմբերյան անտառների մեջով գնա իր հարցերը լուծի, մարդկանց վնաս տա, հա։ Հետո տանեք Արման Գալստյանին բանա, ազատազրկման։ Արման Գալստյանը ինչ անեմ լավ ես։ Եթե դուք ինձ չեք օգնում, դուք ինչ եք ուզում որ ես անեմ, ինչի եք ինձ դրդում։ Ես խնդրում եմ ձեզ, ասում եմ խնդրում եմ ձեզ, ինձ աջակցեք, օգնեք։ Հիմա դուք դե անհապաղ այս հարցով զբաղվեք։ Մի ժամ վրան պիտի չթողեք անցներ։ Մի ժամ։ Բայց պլանի գործով, սինթետիկ հաճույքների գործով, նմանատիպ տենց լկտիությունների գործով 2 վայրկյան չի տևում, 2 վայրկյան։ Վրազ արագի մեջ պռոշները ասֆալտին քսելով բերում եք։ Տեղը վրազ գտնում եք, բոլոր սա հարցերը գցում եք տեղը։ Բալավ ձեր հայտաղու, որ ես ձեզ այդքան շատ եմ սիրում։ Դուք էլ ինձ եք ասում, որ ինձ սիրում եք, ինձ հարգում եք։ Բա իմ հարցը հիմա սենց մնացել է օդում կախված, իմ երեխաների հարցը։ Ոչ մեկիդ հետաքրքիր չի։ Ես ինչ խայտարակության մեջ հայտնվեցինք, ես ինչ տեղի ունեցավ։ Ես հիմա շատ զուսպ, շատ հավասարակշռված, շատ adekvat ինձ դրսևորում եմ ու սենց համբերատար սպասում եմ, չվնասելով ոչ մեկին, ոչ մեկի անունը, ոչ մեկի ազգանունը, ոչ մեկի անցած հետագիծը։ Այսինքն բայց կարելի է իմ մեծահոգությունից, իմ բարությունից, իմ հավասարակշռվածությունից օգտվել։ Ու ցենց լեկտի անալ ու մտածել, որ մենք ոնց ուզենք, այտենց կարանք անենք։ Դուք չեք կարա ոնց ուզեք տենց անեք։ Դուք այնպես լեկտիություն եք արել, որ խոսքերն ավելորդ են։ Հիմա ես տալիս եմ այդ հնարավորությունը ելմանկետ վերադառնալու։ Ինչ գործ ունեք իմ ընտանիքի հետ։ Դուք ինչ գործ ունեք նստել եք ընտանիք եք քայքայում։ Ընտանիք եք քանդում։ Աստծու կողմից օրնվում են այն մարդիկ, ովքեր ընտանիք կառուցում են։ Ոչ թե այն ստահակներ են, լկտիները, որոնք ընտանիք քայքայում ու քանդում են եւ նպաստում են այդ ընտանիքի քանդմանն ու քայքայմանը։ Անկամ եթե երկու ամուսինները ուզում են իրարից բաժանվեն ԶԱԳՍ-ով, ԶԱԳՍ-ը տեղում իրancs չի բաժանում։ Երկու ամիս հաշտարարի գրասենյակ հաշտեցնում են, փորձում են մի հատ մարդկանց զույգերին իրար միացնեն, իրանց մեջի խնդիրը կարգավորեն եւ այլն եւ այլն։ Իսկ դուք դրել եք 7 ամիս շարունակ մարդու տունը քանդում եք։ Բայց եթե դուք անգործության եք մատնված, բա մարդկանց տանը կքանդվի։ Բայց դուք մենակ միակողմանի նպաստում եք, որպեսզի քանդվի։ Այն ոնց որ մեկը մեկից փող ուզի, ասի ճղեմ կթափեմ, բայց քեզ այդ փողը չեմ տա։ Հիմա դուք ասում եք մենք գործից դուրս կգանք, մենք ծառայողական քննություն թող մեզի տան, մենք էս ալնենք, մենք ենել ենք, բայց դու քո կինը պետք է իրար հետ չմիանաք։ Տենց ոնց որ տենց վիզ դրած, տենց ուզում եք իմ տունը քանդվի։ Բայց եթե ոչ, լավ, եթե ոչ։ Իսկ ինչ եք անում, որ չքանդվի։ Օրինակ ինչով եք նպաստում, որ չքանդվի։ Ասում ով գիտի իր ժամանակը տերն է ամեն ինչի, ով չգիտի իր ժամանակը տերը չէ ոչինչի։ Խիմենք լավ, հա ժամանակը պետք է հաշվի նստենք, թե չէ պետք է նստենք։ Բայց ժամանակն անցնում է, ում 7 օր չի անցել, 7 շաբաթ չի անցել, 7 ամիս է իմ երեխեքս անտեր ու դուս գցած են Ռուսաստանի քուչեքը։ Կրասնոդար Նավառասիսկ։ Ինչ գործ ունեն իմ երեխեքը Նավառասիսկում։ Ինչով են զբաղված իմ երեխեքը։ Ով է նրանց դաստիարակում, ով է նրանց դաստիարակությամբ զբաղվում։ Խի ես երեխային բերեմ, որ գնան ընկնեն Ռուսաստանի քուչեքը։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում չես կարող այս խայտարակության մեջ երեխա դաստիարակես։ Ամեն քայլափոխին պլանի կլադներ են, ամեն քայլափոխին սինթետիկ հաճույքներ են, են, ամեն վարքյան ամեն բան կարա լինի։ Բայց ծնող եմ, ես անհանգստանում եմ։ Հոմ չեք նստի ուղեղներս անջատե պատպատալով երեխեք ենք բերել։ Եթե տենց ծնողներ կան, որոնք տենց անուշադիր են ու տենց մտահոգ չեն իրանց երեխաների վաղվա օրով, ապագայով,
ու տենց շարունակ, ես այդ ծնողների դասին չեմ դասվում։ Հիմա լավ իմ երեխաների ճակատագրերը խեղաթյուրվում է, խեղվում է, այս մասով ով է անհանգիստ։ Խոսքս ուղում եմ պատկան մարմիններին, նորից եմ կրկնում։ Հայաստանի Հանրապետության դատախազությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։ Բա դուք արագ անհապաղ շուտ եկաք, զենքերն ուրա, զենքը որտե է սպահ է բանում։ Ինչ զենքերն ուրա, զենքը որտե է սպահ է։ Հանցագործ եմ ես ձեր համար, ինչ եմ։ Նիտով դվեր ստուչալի։ Այս երկրում եթե ուսադիր հարգող մարդ կա, ես եմ։ Եթե այս երկրում հայազգի համար մտահոգվող մարդ կա, ես եմ։ Այսինքն ում եք տենում որպես հանցագործի։ Ինձ։ Վրազ եկաք արագ հապճեպ շուշուտ արագացրիք, երեխեքին տենց թողիկ անտերու դուս մարդու կնիկ վերցիք էլե գնանք, արագ սենց վրվրցնելով բան, սիրում եզի տարակ բաժին արագի մեջ կնկան առանձնացրիք տարակ։ Մարիաննա Ավետիսյան, քեզ եմ դիմում, Երևանու ոստիկանության, տիկին ոստիկան, որ ասում էր կինդ քեզ շատ է սիրում, Արման ջան, կինդ քեզ շատ է սիրում։ 25 օրից կինդ տունը կլինի երեխաների հետ, 25 օրից տունը կլինի, ես փափուկ բարձր էի դնում իմ գլխի տակ։ Բա ուր է 25 օրից իմ կինը տունը չի։ 7 ամիս արդեն իմ կինը իմ երեխաների հետ տունը չի։ Տիկին Ավետիսյան։ Այսինքն քանդեցիր տունս։ Ինչ արեցիր, պուդրապամադա կոսմետիկ վիճակը ապահովեցիր, տենց կինս ասեց այլանդի հետ հարաբերության մեջ ամուսինս ինձ կասկածում է եւ բազմիցս անգամներ մենք զրույցներ ենք ունեցել վերջի 3 ամսվա ընթացքում այդ մասին, հա, դու այսինքն ասես մարդ ամուսինս խանդում է, այս խանդումա բառը դու բացեցիր, ոսկեղենիկ հայրենով սարքեցիր հաղորդում, այլանդի հետ, երրորդ անձի հետ հարաբերության մեջ կասկածանքի բան ու սենց շարունակ սիրուն կուլտուրական հատ հաղորդում սարքեցիր, հա։ Մի հատիկ էլ կապտուկ տեսար ստեղ աննշան ու այդ կապտուկը որպես մարմնական վնասված, ոյ մարմնական վնասված կա, ոնց որ աշկներ կանգած թափած, քիթներ փշրած, դանակով էր խփած, այդ ինչ էր եղել։ Ու պրիտոմ մարմնական վնասվածքը դատաբժշկական կամ փորձաքննությունն եկել է, որ վաղեմության ժամկետը ուրեմն այդ կապտուկի, այդ դեպքի հետ առհասարակ կապ չունի։ Այդ օրվա հետ չի համապատասխանում։ Այդ մեկ, երկրորդը նվազ նշանակություն ունեցող։ Այսինքն ոչ ծանր մարմնական վնասված, ոչ вообще առհասարակ կապտուկ։ Բայց այդ կապտուկը ինչ առաջացել ու ես էլ, ասենք խոսքի լրիվ անակնկալի եկած էլի։ Ու տենց հաղորդումը սարքիկ ինձ ձերբակալի կնոջը տարակ աջակցման կենտրոնից սիրուն պլավնի թրցրիկ ղրգիկ երգերից դուս, հա։ Ու սենց արմանել 7 ամիսը սենց ընկել է, ոչ գիտի կնիկն ուրա, ոչ գիտի երեխեք ուր են։ Երեխեքը զանգում են, երեխեքին իշմար են տալի, երեխեքին հեղափոխում են, հանում են իմ դեմ, սովորացնում են։ Սենց խոսա, սենց ասա, սենց արա։ Հեռախոսը սենց պահի դեմքիդ մի քիչ հեռու մի տար, որ ինքը չտենա դուք որ տարածքում եք։ 17 վայրկյանանոց վիդեո են ուղարկել, այդ վիդեոն կդնեմ մյուս եթերի ժամանակ կնայեք։ Երեխեքը հուզված, լացակումած, ուրեմն այն ոնց են տերորիստները ոնց են որ երեխաներին գողանում տանում են, ասենք այտենց մի հատ վիդեո են ուղարկում։ Պապա ջան, մեր այդ ամեն ինչ լավ է, բարև պապա, ուրեմն մենք ապահով տեղում ենք, այսօր սովորացրել եմ, որ ասա ապահով տեղում ենք, հա։ Մեզ հեռախոս կառնեն, մենք այդ հեռախոսով կզանգենք, քո հետ կկապնվենք, ոնց բան է։ Այն ոնց որ ասում եմ, բայևիկ կինոներ են, նույն այդպես կինոների մեջ ենք մի հատ հայտնվել։ Ու հիմա ես երեկվա դրությամբ նայեք, ասեցի 24 ժամ ժամանակ եմ տալի ձեզ։ Իմ երեխաներս իմ կնոջս հետ Հայաստանի Հանրապետությունում մտնեն։ Իմ կողքը իմ տան մեջ։ Ես ոչ կնիկ ծեծող եմ, ոչ կնիկ ջարդող եմ։ Միլիոն հոգուց կարամ ստորագրը հավաքանենք, կարանք միացնենք բարեկամ հարազատներով բոլորով։ Ուրեմն մի քանի հոգին չեն կարա խեղաթյուրեն իրականությունը։ Հելնեն երկինք իշտեն ներքև։ Ուզում եմ սատանի ձեռը բռնած գան։
Իսկ եթե ամբողջական իրականությունը իմանաք, թե ինչա տեղի ունեցել, ու այդ տեղի ունեցածից հետո ես ինձ ո՞նց եմ դրսևորել, այդ ժամանակ կհասկանաք իմ հավասարակշռվածության աստիճանը, իմ որակները մարդկային եւ իմ մեծահոգությունը այս ամեն ինչի նկատմամբ ու վերաբերյալ։ Ես նորից այս եթերից իմ կնոջը հորդորում եմ, կոչ եմ անում, խնդրում եմ ու ասում եմ հետեւյալը. Ռուզան ջան, ով է քեզ վախացնում, ով է քեզ շանտաժներ անում, որ ամուսնուդ ուրեմն գլուխը կուտենք, 50-100,000 կտանք մի հատ կիլերի կեթա, որ շեմ գլուխը կուտի, նայի հանգարց 6-7 երեխեքդ բանը, առանց հեր չմեծանան, առանց ծնողի չլնեն, ուրեմն ով է քեզ մեկ ուրիշ էպիզոդով ասեմ, փողով, փողի ուժով, գայթակղելով ասում, որ քեզ թագու պես կպահենք, քո մարդուն տեղ կառնենք, քո մարսավ լավ կլինի, մենք էլ զադնից կորուս չունենք, այսքանից հետո միջև վերջ պետք է գնանք, իրան պետք է սարքենք խավության նոխաս, մի խոսքով սաղ մեղքերը պետք է բարթենք իրա վրա, այս կողմ են կողմ։ Ուրեմն ես գլխից ասեմ, երգին գեդին կպնի իրար, որևիցե մեկը իմ ընտանիքը չի կարա քանդի։ Դա բացառված բան է։ Դրա համար մի հատ էլ եմ ասում, հերու քաշեք բոլորը ձեր ձեռները իմ ընտանիքից։ Մի թելվեք են թելով, մի նայեք մեդալի մի երեսը։ Եթե անգամ կնոջս մորն եմ ուղում այս խոսքերս, մայր ես դու կոչվում։ Եթե անգամ դու իրականությունը չգիտես ու այդ իրականությունը չիմանալով մենակ մի կողմին ես հավատացել, թե քո երեխան ինչ է ասում, այսինքն ես պարագայում իմ կինս քեզ, բայց դու չգիտես ինքը ինչի ազդեցության տակ այդ ամեն ինչը քեզ տենց վերագրում ու տենց ասում, ուրեմն դու իրավունք չունես քեզ տենց դրսևորելու։ Դու դրել ես տուն ես քանդում, տիկին Իրինա, կնոջս մոր մասին եմ խոսում, ես հələ ավել բաներ չեմ խոսում քո անձնանատականության վերաբերյալ, հələ որ զուստ կլնեմ։ Կնոջս հորն է վերաբերվում, դու հայր ես, նստե տուն ես քանդում, 7 երեխեքից բաղկացած աղջկատ տունը, նստել ես թելով թելվել ես, երեխեքից գողցե տարել եք, պահել եք, չգիտեմ որտե է, ու տենց ես 7 ամիս է ինձ գցել եք սենց դռնեդուր, ու տենց ուզում եմ չեմ ուզում, ամբիցիաներ բան, ինքս սենց ասում, դու տենց չես ասում բան, սենց ոչ հեռախոս եք վերցնում, ոչ հետս կապի եք ելնում, ոչ մի ձևի, ու ես ինչ պահելաձև այս չեմ հասկանում, դուք ո՞նց եք սրա տակից դուրս գալու, ո՞նց եք պատասխան տալու, օրինակ ո՞նց եք մտածում, ո՞նց եք կարողանալու պատասխան տալ, դուք տուն քանդող եք, չեմ հասկանում, կամ ում տեղն եք ձեզ դրել, տիկին ջան, դու քո ամուսնու գրկի քնի, ինչ վերաբերվում է կնոջս քրոջը, լսի Հայկանուշ Ղևոնդի Ալլահվերդյան, քեզ ինչ եմ ասում, ուրեմն ես 16 տարի ամուսնացած եմ, քեզ 16 տարվա ընթացքում անգամ քո հեռախոսի համարը քո քույրը չի ունեցել, մենք քեզ չենք ճանաչել, էսի մեծ քուրն է այս Հայկանուշ Ղևոնդի Ալլահվերդյանը, դու ով ես, որ իմ երեխեքին տանես քո տան մեջը պահես, դու ով ես, որ իմ երեխեքի ձեռից հեռախոս խլես ու թույլ չտաս, որ իմ երեխեքի հետ ես հարաբերվեմ, դու ինչ ես քեզանից ներկայացնում, մի հատ էլ գիտեք ինչ են անում, ուրեմն սենց սադրում են, պրովոկացիա են անում, ինա դու էտել են իրանց հրահանգ է որ տենց անեն, որ ես WhatsApp-ի մեջ ասենք վատ բառեր գրեմ, հայոյեմ, ես անեմ, են անեմ, այդ իմ հայոյած այդ վատ բառեր գրածը սկրինշոտ անեմ, պահեն, յանի իրանց արևին, վաղը մյուսօր ասեն նայեք, բայսի ծնողա, նայեք հələ WhatsApp-ի մեջ երեխաների WhatsApp-ի մեջ ինչ է գրում, այսինքն մի հատ համար են տվել, մի հատ WhatsApp-ի համար, այդ WhatsApp-ի համարով բոլորը իմ հետ Եմ որ ես 7 ամսա մեջ մատերից վրեն կարամ հաշվեմ, քանի անգամ են կապի դուրս եկե, այդ որ կապի էլ դուրս են եկե, սաբոտաժ անելով, սադրելով, պրովոկացիայի ենթարկելով, ինձ նյարդայնացնելով, պատկերացրիք, ասենք երեխայիդ հետ ուզում ես խոսաս, մեկ էլ ընդեղից այդ քույր կոչեցյալը գալի հեռախոսը ձեռներից խլում է։ Ասենք այդ քույր կոչեցյալը ոստիկանները զանգում են, ասում են Արմանը չի ուզում, էլի բողոքի բանանի։ Հիմա ինչ եք անում այդ երեխաներին թող շփվի հետները, բան, մեկ էլ ընդեղից sense անում քույրը։ Ինքը կարող է այդ երեխաներին տանել ծախերել, բանման, նմանատիպ sense որակավորումներ է տալի։ Նորից ոստիկանները ասում են, լսեք, դուք նախ որակավորումներ մի տվեք։ Մենք չենք զանգել ձեզ, որ որակավորումներ լսենք։
Այսպես բարբաջում է անկապ։ Երեխաներին կարող է տաներ ծախեր, կարող է տաներ պատվալում պահեր, լսի Ազիզ ջան, դու կարող ես շիզոֆրենիկ ես։ Կարող է ուղեղից թլպատված ես դու, հա Հայկանոց ջան։ Դու քո 3 երեխեքի հետ, քո համար, քո մարդուդ հետ նավառասիստները այս 22-23 տարի ես քեզի դուսը տենամ չեմ ճանաչի։ Դու գոնե մի անգամ 16 տարվա մեջ։ Դու ոչ իմ երեխեքին ես ճանաչել, ոչ ինձ ես ճանաչել։ Առհասարակ դու մեր համար անծանոթ մարդ ես, լսի դու ով ես։ Դու ով ես։ Դու եք ինչ ես քո վզին վերցրել այդքան։ Դու ինչ գիտես քո քույրը ինչ իրավիճակներում է հայտնվել։ Հետո ինչ որ քո քույրը կարա գա քեզի ասի սենց ա եղել, սենց ա եղել, սենց ա եղել։ Դու սուրբ սրբոց դրան հավատալով այս կոմի վրա սենց գործողությունների շարք ես ապահովում։ Դու հանցագործ ես Ազիզ ջան։ Դու հանցանք կատարած անձնավորություն ես։ Դու ինձ զրկանքների ես ենթարկել արդեն 7 ամիս։ Ու դու դրա համար պետք է պատասխան տաս։ Իսկ այս 7 ամսա մեջ որ պատասխան չես տվել, իմ մեծահոգությունից ելնելով պատասխան չես տվել։ Էլ խնդրեցի, էլ աղաչեցի, էլ Հայկանոց ջան, բոլոր գալասավոյները կա, սկզբնական բոլոր նորմալ բարյադրացական վերաբերմունքս կա ձեր նկատմամբ։ Բա ոնց ես այսքան տարի ապրեմ, կյանքիս մեջ առաջի անգամ նոր տարին եկեղեցու մեջ անեմ, հա? Նոր տարին իմ երեխեքս ինձ չշնորհավորեն, զատիկը չշնորհավորեն, մյուս զատիկը չշնորհավորեն, երեխաներիս ծնունդը փետրվարի 15-ին Ալբերտիս տղուս ծնունդը չզանգեմ, չկարանամ զանգեմ շնորհավորեմ։ Այն մյուս աղջկաս ծնունդն ապրիլի 10-ին Անահիտից մեծ աղջկաս չկարողանամ զանգեմ շնորհավորեմ։ Կամ բանի ինչ են ասում, Լյուսիի ծնունդը այդ երեխու 4 տարեկանը լրացավ, ապրիլի 13-ին չթույլ տաք, որ ես զանգեմ շնորհավորեմ։ Իմ ծնունդը մայիսի 30-ին էր, իմ երեխաները ինձ չզանգեցին, չշնորհավորեցին։ Լսեք, դուք ով եք արա։ Տերորիստ եք դուք։ Դուք անաստված անմարդկային քայլեր եք ապահովում, չեմ հասկանում։ Ու դուք սրա տակից ո՞նց եք պատկերացնում, ո՞նց եք դուրս գալու։ Դատարանը, քաղմասը, թուղթը, թամազը, օրենքը, մյուսը, Պողոսը, բա հետո ապրելու կյանք կա, չէ՞։ Այս լկտիությունների շարքը, որ սենց ապահովում եք դուք, սրա վերջը ո՞նց եք դուք տենում։ Բայց այսքան մարդկային ձեր հետ հարաբերություն, բա չեք ասում աղջիկ ջան, մի հատ այս երեխեքիդ հավաքի գնա քո ամուսինն է կամ մի հատ դուք գաք, ասեք Արման ջան, արեք մի հատ նստենք իրար հետ, դու ես Ռուզաննա, նստեք իրար հետ մի հատ բարիշացնենք ձեզի, մի հատ հասկանանք ինչ է տեղի ունեցել, փորձենք բան։ Չէ, սաղը տենց կապրի զնգած, օխայ, տենց ուրախացած, յանի տենց Արմանի աբիժնիկ եք ինձանից չեմ հասկանում։ Ու դուք մտածում եք դուք կարաք ինչ անեք լավ տենցով։ Դուք եք այդ 7 երեխեքին պահելու, մեծացնելու, իրանց մուրազին հասցնելու, կամ դուք այդ երեխեքի անուն ազգանունի հետ հեղինակության հետ եք խաղում արա։ Բայց 4 աղջիկ 3 տղա են, բայց 4 աղջիկներին վաղը ուզող են գալու, երեխայի բնութագիր կա, ընտանիքի բնութագիր կա։ Այս ինչ եք sense լկտիացել ընկել մեյդան, ինտրիգներ եք անում, կապրիզներ եք անում, մեյմունություններ եք անում, կապիկություններ եք անում, հեռախոս չեք վեկալում, պասերով արի գուրգեն մահարի, տենց իրար պաս եք տալի։ Մեկը մեկի հետ նախնական պայմանավորության գալով, սրան նրան զանգելով, բաներ խնդրելով, ժամանակի վրա խաղալով, ճլել ձգելով, որպես ինչ։ Դուք ձեզ հաշիվ տվել եք, ինչ եք դուք անում, այս լեն ու բոլ աշխարհում, այս օրը ցերեկով ու սենց այս կյանքում։ Ո՞վ է ձեր հովանավորը։ Ես գիտեմ ով է ձեր հովանավորը։ Ու նորից եմ ձեր հովանավորին շատ զուսպ հնարավորություն տալիս չհայտնելով իր անձի էությունը, իր կերպարը, իր նկարը, իր էությունը, իր ուղնուցուցկն ու իր պատմությունը, որ ձեռները հետ քաշի իմ ընտանիքից։ Եվ իրան օգնողներին էլ, աջակցողներին էլ նորից հորդորում եմ, հեռու մնացեք։ Ու քեզ էլ Ռուզաննա ջան, շատ հանգիստ, շատ նորմալ, այսենց հանրային ձևով, նայ հանրության առաջ եմ ասում։ Որ չասես Արման ջան դիմակը կարող է դիմակը Արմանը հագե, խապսատալի կանչումա որ գամ, որ հետո ինձ նեղացնի, ես քեզ չեմ նեղացնի։ Ես քեզ մատով չեմ կպնի։ Ես քեզ չեմ վիրավորի։ Ուղղակի սուսուփուս, խելոք հանգիստ այդ երեխեքին վերցրու, ինչա պետք։ Գումարա պետք, տոմսա պետք, ինչա պետք։ Վերկաց ու արի տուն։ Հանգիստ վերկաց ու արի տուն։ Քանի ես բոլոր փակագծերը չեմ բացել։ Այսօր եմ ձեզ տալիս հնարավորություն։
Ու չեմ բացում եմ փակագծերը, որը որ գիտես ինչի մասին է խոսքը։ Դուք բոլորդ գիտեք ինչի մասին է խոսքը։ Ես չեմ ուզում փակագծերը բացեմ։ Ու ցենց շատ զուսպ ձեզ խնդրում եմ։ Վերկացեք ու արեք տուն։ Ինձ մի բերեք այն վիճակի, որ ես արդեն ուրիշ քայլերի դիմեմ, չեմ ուզում։ Սպառնում, չի սպառնում։ Լսեք, նախ ես ձեզ չեմ սպառնում եւ երկրորդը հիմա Նիկոլ Փաշինյանի պես ասեմ։ Հա, սպառնում եմ։ Ինչ ասեմ, չոքած եք գալու, ասեմ կզած եք գալու։ Նիկոլ Փաշինյանի նման ասեմ կզսնելու եմ ձեզ, չոքացնելու եմ ձեզ, այդ եք ուզում ձեզի ասեմ։ Հիմա լավ չի, որ ասում եմ ուղակի հանգիստ, վերկացեք, եկեք։ Այդ չոքացնելու կզսնելունը չի վերաբերվում Ռուզան ջան, քեզ կամ իմ երեխեքին։ Ովքեր որ քեզ այդ հոգեվիճակին բերե հասցրել են ու քեզ վերբովկա են արել ու քո ուղեղի գլխի կափարիչը հանել են տեղից, լվացումներ են արել, պոշկե քթել տեղից հանել են, չգիտեմ ինչով են գայթակղել, ինչով են վախացրել, ինչ ուլտիմատումներ են դրել, ինչ շանտաժներ են արել, որ նայի հա, մենք սենց, մենք կնենց, մենք էս հնարավորությունն ունենք, էս կոմենկոմ։ Մի երկու հատ էլ խոդեր են արել, տենց խառնվե սարված էս եղել։ Ու տենց հիմա ամերիկական կոդ ընկած չես ջոգում ինչ անես։ Ես է քեզ ասում եմ, ուղակի ջոգելու չջոգելու բան չկա։ Վերցրու հեռախոսը ու հենց հիմա կապնվի իմ հետ։ Այդ երեխեքին վերցրու, ստեղից ժամուկես 2 ժամա Նավարասիսկից ուրեմն Հայաստան գալը։ Կամ դու քննիչին ասում ես բանա, Արմանին մի ասեք իմ տեղը։ Ինչ ես կարծում Արմանը այդքան բութակ ու տեղը չգիտի, դու որտեղ ես։ Մտածում ես որ վրես սեկտս դե դրած է, ես տեղից նստած, բանը Ռուսաստանի Դաշնությունում կապեր չունեմ, չեմ իմանում դու որտեղ ես։ Բայց ո՞նց իմացա որ դու Նավարասիսկում ես։ Ուզում ես հասցետել ասեմ։ Ուղղակի չեմ ուզում ուղիղ եթերում հասցետ հայտարարեմ ասեմ։ Ասենք չի կարելի, լավ, մի քիչ զուսպ բայեք ձեզի, զսպվեք։ Լսեք, ոչ մեկ ուժեղ մարդուն կամ կոպիտ ասեմ էլի բրիլյանտը ոչ մեկ ինչքան էլ գցեց ցեխի մեջ, ինքը բրիլյանտ է մնում, ներս չի անցնելու։ Այսինքն ինչքան ուզենաք ինձ ցեվացնեք, ցեխոտեք, խեղաթյուրեք իրականություն, ուրիշ բաներ խոսակ, ուրիշ բաներ պատմեք, ասեք, դնեք, վերցեք, այդ աճպարարական ձեր դասատուի սովորեցրած մանիպուլյացիաներով իմ հետ դուք չեք կարա կռիվ տակ։ 0 եք, 0 կրված։ Ձեզ նորից հանգիստ ասում եմ, հերու մնացեք իմ ընտանիքը քայքայելուց, իմ ընտանիքը քանդելուց, որովհետև իմ ընտանիքը չի քանդվելու։ Իսկ եթե մի քիչ էլ շարունակվի այս լկտիությունը, ես կասեմ, որից հետո ինչա պետք արվի։ Իսկ հիմա սպասում եմ հենց այդ պատկան մարմինների գործողությանը։ Օրինակ Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանների գործողությանն եմ հենց այս պահին սպասում, հենց հիմա։ Խնդրում եմ ձեզ, սիրելի քրեական ոստիկանության ծառայակիցներ, աշխատակիցներ, ամենայն հարգանքով ձեր անձի անհատականության, ձեր ուսադիրի, ձեր ծառայության նկատմամբ, դուք ինձ բոլորդ ճանաչում եք ու գիտեք իմ վերաբերմունքը առհասարակ բոլորի նկատմամբ։ Ես ձեզ խնդրում եմ, Վարութը նախաձեռնված է արդեն իսկ, կարան Վարութը պրինցիպի կարիքը չկա հիմա այստեղ կարդալու, բայց այս Վարութով հիմա ես դժոխ եմ ճանաչվել, որոշում ա կայացվել, որ թիվ 6 քրեական վարույթով ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով որպես դժոխ ճանաչել Արման Ալբերտի Գալստյանին։ Որոշման մասին հայտնել դժողին եւ բարձրաբանել դժողի իրավունքներն ու պարտականությունները։ Հիմա խնդրում եմ այս մասով հանցանք կատարած անձին ուրեմն ձեր գործընկերների հետ համագործակցելով, եթե կուզենաք իմ հետ կապնվեք, ես ձեզ հասցնել կասեմ, գնացեք կամ կապնվեք, հրավիրեք թող գան։ Որտեվ կապրիզնի բեսպրիզորնի պես, բեսպրիձելի պես, դες չեն ուզում կան ու չեն գալի։ Հիմա ով է վախացնում, ով է ինչ ասում, ինչ անում, մենք ստե իրակնդե։ Ոչի բանից բեխաբար։ Իմ կնգա նման կնիկ, լուպայով որ գլոբուսի վրան մանգայ, երևի չէի գտնի։ Վստահաբար եմ ձեզ ասում։ Էփող թափող, անող դնող, խղճով, ջիգյարով, մարդկային բոլոր որակները պահպանված։ Մի հատ ցենց սուրբ սրբոց աղջիկ։ Այն որ երեխաներին նորմալ դաստիարակի, նորմալ ասենք ամեն ինչով։ Ես 16 տարի իմ կնգանից գոհ ու շնորհակալ եմ եղել։
Երևի նույնն էլ, երևի չէ, վստահաբար նույնն էլ ինքը ձեզ կասի իմ մասին։ Ու նաև ցուցմունքի մեջ ասել է, որ իմ ամուսնու նման ամուսին չի եղել, ուղղակի ես վերջի 3 ամսվա մեջ գրել է, բան ամուսինս գլխի վրա շուռ է եկել։ Այսինքն ես գլխի վրա շուռ եմ եկել։ Ազի ջան, եթե կամի չլինի, շարժիչուղը չի շարժվի։ Արմանը ոչ բանա, հոգեկան հիվանդ է, ոչ դեբիլ է, ոչ էսա, ոչ այնա։ Ինչի մասին է խոսքը։ Բայց եթե դու ոչ մի բանի մեջ չկաս, կոպիտացած կուտակը մաքուր է, ամեն ինչ նորմալ է։ Բայց ո՞ւր ես հելը թռը գնաց է։ Ով քեզ թռցրեց տարավ։ Ով է Սամալյոտի տոմսի փողերը տվեց։ Այդ Արտաշատի բաժնում, անձնագրային բաժնում դու ինչ գործ ունես Արտաշատ քաղաքում, երբ որ դու Երևանում բնակիչ ես։ Այնտեղ էր ձեր ծանոթը։ Այդ քո գծողի սցենար, գծողի ծանոթը Արտաշատի անձնագրային բաժնում էր, որ երեխեքին 7 հատ անձնագիր աներ։ Անձնագրային բաժանմունքի Արտաշատի 027 կոդով անձնագրային բաժանմունքի պետ, ձեզ եմ դիմում։ Դուք ինչի համար եք, ինչ իրավունքով եք իմ երեխաներին ուրեմն անձնագիր տվել առանցին թույլտվության։ Ռուզաննա Ալավերդյանը միայնակ մայր էր, հա? Ինքն էր որոշում այդ երեխաներին տայք անձնագիր, չտայք անձնագիր։ Բայց ինձ հարցրել եք, որ այդ երեխեքին անձնագիր եք տվել։ Հիմա պատկան մարմինների ազգային անվտանգության ծառայության, հակակոռուպցիոն կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ուշադրությունը ուրեմն խնդրում եմ ուղղում եմ ուրեմն Արտաշատի անձնագրային բաժնի պետի կատարողի այդ օրվա ովքեր որ եղել են։ Մի հատ խնդրում եմ այս հանգամանքները պարզեք։ Կամ առանցին թույլտվության իմ երեխեքին պետական սահմանը ո՞նց են վերցնում միգրացիոն բաժինը, չի ասում ես հեր ունի, մեր ունի, երկուսն էլ ԶԱԳՍ-ով ամուսնացած, 7 երեխեքին հայրություն ճանաչած, այս ընտանիքը լրիվ լիարժեք այս մարդը ծնող է, այս ուր ենք թողում էսի երեխեքին առնի գնա։ Բայց ես ստորագրել եմ, ես առարկում եմ։ Ես թույլ եմ տվել որ իմ երեխեքին, ես բանից բեխաբար առանց իմ գիտության, առանց իմ իմացության, մեկ էլ հոп իմանում եմ իմ երեխեքս իմ տնկացել, թողը թռել են երկրից։ Ով է թռցրել, ով է ուխաժիվա տարել, ով է տարել, բերել։ Բա հեսա սաղ ճշտելու ենք, տաքսիով եք եկել, ավտոյով են բերել, ով է բերել, ով է ում զանգել, ով ինչ գալատ կերել է, սաղ ճշտվելու է։ Այդ ինչ եք կարծում, այտենց կռուտի տնելով, այտենց ֆռիկներ մռիկներ անելով, հա? Կարելու եք պլստակ տակից։ Չի ստացվելու ձեր մոտ։ Ինչքան ժամանակը մի ժամ ավել ձգվի, այնքան ի վնաս ձեզ է աշխատելու։ Եվրոպայում ապրող, նորից եմ կրկնում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող, աշխարհի սփռված հայերին եմ դիմում, ովքեր ինչ ճանաչում են, Նավառասիսկի հայերին, Կրասնոդարի հայերին, բոլորիդ օգնության կարիքը ունեմ ես։ Ես գտնվում եմ ծայրաստիճան, ծայրահեղ, ահա որ հոգեհուզական վիճակի մեջ, հազիվ ինձ զսպում եմ, sense մազով կախված։ Մի ժամ շուտ ես ուզում եմ իմ երեխաներին տեսնեմ, գրկեմ, փաթաթվեմ, իմ ընտանիքս գա ինձ հասնի։ Բոլոր այն մարդիկ, ովքեր սոցիումի գործերին խառնվում են, այսինքն քույրա, մայրա, Պողոսա, Պետրոսա, դուք այլանձինք եք համարվում, լսեք։ Դուք սոցիումից դուրս, ընտանիքից դուրս այլանձ եք համարվում։ Դուք ով եք։ Ամեն մեկը ձեր կնանիքին գնացեք գրկեք քնեք։ Դուք ինչ գործ ունեք նստել եք իմ տնեսիկին, իմ ընտանիքն եք քանդում։ Այսինքն երեխեքին հեռախոսներ առնելով, երեխեքին պլաստիրինով, գունավոր մատիտով, խաղալիքներով խապս տալով, հա? Տենց ոնց ուզում եք ծռռում եք, ծռվում են, էլի, հա? Ու տենց ինչ ուզում եք սովորացնում եք, ինչ ուզում եք ասում եք։ Աղջիկս արդեն իրան TikTok-ներն ա գցում, պռոշ անում, չգիտեմ ես ինչ անում։ 12-13 տարեկան երեխա։ Հիմա էսի պատկան մարմիններին հետաքրքրում է, թե չի հետաքրքրում։ Այս երեխաների բարձրագույն շահը, որ սենց խախտվել է, սենց պղծում են, խեղաթյուրում են, հետաքրքրում է, թե չի հետաքրքրում։ Ասում եմ, այդ TikTok գցե, ասում եմ, դե հիմա գալասավոյ է ուղարկի են աղջիկս, պապա ջան, եթե դրա մեջ վատ բան չկա, որ Թամարիկի իրան TikTok-ա գցում, եթե դու դրա մեջ վատ բան ես տենում, կխնդրենք քեզ, որ չտենաս, սենց ծոմոծրվելով բանով, սենց էրոնիայով գալասավոյ է ուղարկել։ Ասենք այն էլ իմ երեխեն է, որ իրոք չգիտեմ, խնդամ, լացեմ, ես ինչ անեմ։ Խայտարակություն։ Սահմանի վրա սեկտը դրել են, ոչ կարում եմ գնամ, որ տենամ տեղում ինչա կատարվում, ոչ մի բան, սենց քար ու կապանք եմ մնացել եմ։ Գնում եմ ոստիկանություն,
Այն իմ ասած եթերներից որ ասել եմ այսօր գնա վաղարի, այդտենց այսօր գնա վաղարիով ձգել են, ճլել են 7 ամիս բերեք այանցրել են։ Ուսանք սենց լրիվ նպաստավոր պայմանները կնոջ համար ստեղծված է։ Այդ ով է այդ կնոջ համար զանգ արե, ում կուրացիայով է այս ամեն ինչ արվե, խաբար չենք։ Ավելի շուտ խաբար եմ ես, բայց այդ ումից որ խաբար եմ, այդ ումից որ խաբար եմ, ատկազ են լնում։ Յան իրան կապ չունեն ախպերում շարժ չես, արա ախպեր ջան, արա բա։ Հասկանում ես։ Լսի այ լապրծուն, համի քեզ ինչ եմ ասում։ Դու չեղած մարդ ես, չեղած, իմացի գոյություն չունես։ Եթե դու մտածում ես, որ այդ քո աճպարարական մանիպուլյացիայով այ վիժվածք, դու կարաս տենց խաղիկներ տաս, դու չես կարա տաս։ Ուղղակի նորից եմ ասում, ես ինձ շատ զուսպ եմ պահում։ Ցեղովը, ազգով, տակովը տենց չես պատկերացնում ինչ կլինի։ Խելոք պայք ես ու հեռու մնա իմ ընտանիքից։ Քեզ էլ Ռուզան ջան, նորից եմ ասում, համարում եմ, որ ոնց որ սահմանամերձ գյուղում մեկը կտանի անասուն արածացնելու, մարախուղ կլինի, անձրև կլինի, այտենց կշեղվի, կշփոթվի, հակառակորդի սահմանը կհատի, օրինակ Ադրբեջանի սահմանը կհատի, թշնամու սահմանը կհատի։ Այտենց համարում եմ, որ միամիտ թշնամու սահմանը հատել ես ու գերի ես ընկե։ Հիմա այդ գերությունից դուրս արի, դու դրա հնարավորություն ունես։ Ու շուտ արագ իմ հետ կապնվի, երեխաներին վերցրու այդ 7 երեխուն, այդ մեր քուր, մուր, Պողոս, Պետրոս, դրանց սաղին, Խերսոնան, Սոպարտո, Իտալիանո, ասա հաջողություն ձեզ, որ իմ ընտանիքը քանդեցիք, շատ շնորհակալություն, կամ տանում էիք դեպի քանդման եւ քայքայման, ու վեր կաց արի տուն։ Այսքանով հուսամ, որ վաղը որ լույսը բացվի կամ մի ժամից ես չեմ քնում, գիշերը չեմ քնելու, սպասում եմ։ Կարաս լուսադեմ 5-ին էլ զանգես, առավոտ էլ զանգես, հենց հիմա էլ կարաս զանգես, գրես, սպասում եմ։ Իմ հոգին սավառնում է մոլորակով մեկ։ Իմ հայազգը ծնող են, բոլորդ է ծնող եք կհասկանաք իմ վիճակը։ Ինձ մի հատ այնց վիճակի մեջ են դրել, որ սրանք ներում բեկում չունեն։ Սրանց ներել չի կարելի, բայց ես էլի այսքանից հետո իմ մարդասիրությունս չեմ կորցնում, որտեղ ես իմ հայազգին սիրում եմ, իրանք էլ իմ հայազգի ներկայացուցիչներն են։ Իմ հայազգի այն ամենավատն էլ դա իմն է։ Հիմար ոչ նախիններ կան, ոչ ներկաներ կան, ոչ մերոնք կա, ոչ ձերոնք կա, ոչ երրորդ մասցի կա, ոչ սիսյանցի կա, ոչ արտաշատցի կա, իմ համար կա Հայաստանի Հանրապետություն եւ հայ ժողովուրդ աշխարհով մեկ սփռված։ Իմ համար լավն էլ վատն էլ դա իմն է։ Ես տենց եմ սիրում իմ ազգին, իմ երկիրը, իմ պետությունը։ Ու դրա համար մարդասիրությունից ելնելով նորից եմ խնդրում, հələ որ ձեզ մարդ եմ որպես նայում, իր սխալներով, հա, ասենց որ ասենց ծայրաստիճան ծայրահեղ սխալ եք թույլ տվել, ճակատագրական։ Արա դուք ով եք, որ Գալստյան Արմանի նման տղու ընտանիքը փորձ կատարեք, ռիսկ անեք, ուզենաք քանդեք, արա։ Կնգա ուղեղը ուտելով, արա։ Այդ կնիկը սաղ կյանքը ոչ կլուբներն է գնացե, ոչ պռոշներն է բոտեքս արե, ոչ բուծիկներն է ֆրֆռացե, չգիտեմ ես որ դրանք շալացա եղե, ոչ սայթերի մեջ է ֆրֆռացե։ Այդ կնիկը սուրբ սրբոս նահապետական, ավանդական ընտանիք, իր երեխաները, իր չհասկացանք, արա։ Ու դուք այնքան պիղծ եք, որ այդ կնոջը կարաք տենց գայթակղեք կամ չգիտեմ վախացնեք, այդ կպարզվի ինչ եք արել։ Ու տենց այդ վիճակները ապահովելով, տենց խլի խլոցի անեք, հա, առաջին պլան բերեք, դուք մնաք Զանավեսկի հետևում, կուլիսային, ու տենց մարիոնետկի պես տիկնիկային թատրոնի տենց կուկլավոդի պես խաղցնեք, ու պադուդար դնեք իմ կնգան իմ առաջ, այսինքն որ ինչ լինի, քո մարսման տեղը ձեր որտեղ եք տենում։ Չեք մարսելու։ Ինչքան ժամը մի ժամ ավելացավ, ավելի տխուր ալնելու ձեր համար։ Տխուր։ Որտեղ նորից եմ կրկնում։ Եթե դուք փող ունեք, փողով եք տենց ձեզ երևակայում, Մերսեդեսով, BMW-ով, փողերով, կապերով, ես իմ ինչով, ես հայ ազգ ունեմ։ Հայ ազգ, որ ինձ սիրում է, որին ես շատ սիրում եմ։ Ու իմ հայ ազգը իմ մեջքին կանգնած է։ Իմացեք։ Դուք կարող եք սոված մնաք, ծառավ մնաք,
անշոր ու անկոշիկ մնաք։ Բայց իմ հայազգը փառք Տիրոջ է, այն հող դառնամ Աստծու ոտերի տակ։ Ինձ ոչ սոված կթողի, ոչ ծարավ կթողի, ոչ քուչեկը կթողի։ Ու էդի ապացույցն է նրա, որ ես հենց հիմա նստած ուրեմն ողջ առողջ ձեր հետ զրուցում եմ։ Այս իմ հայազգի շնորհիվ ես երախտապարտ եմ ու շնորհակալ եմ բոլոր իմ հայերին, իմ ընկերներին, իմ աղբերներին, ովքեր որ ինձ 7 ամիս իմ կողքն են եղել ու մինչև առեսօր 24 ժամ իմ կողքն են, ամեն ինչով, ֆինանսական աջակցությունով, ամեն ինչով մի խոսքով։ Ընկերյանի տուն ընդեք, վեշերս մեջը պլոմբե փագե կամերան տարեդրե, տան դռան վերևը։ Այս տունը, որ հայրական տուն է կոչվում, Ղևոնդ, հորն եմ դիմում, եկար դուռը գժերի տակ ընկար փագիր, ավտոտ կայնացիր, թողիր գնացիր։ Այդ զիբիլյանոցի մեջը դու վեշ ունես, որ փագել ես գնացել ես։ Սաղին վեշերն ա դրած։ Էլ ավել պակաս բաներ չեմ ուզում խոսամ։ Էլի նորից ձեր արժանապատվության մասին եմ մտածում։ Էլի նորից ձեր նամուսի, ձեր թասիբի մասին եմ մտածում։ Այսքան իմ նկատմամբ լկտիություն անելուց հետո։ Այսքան իմ նկատմամբ անմարդկային լինելուց հետո։ Ո՞վ եք արա դուք։ Աշկներդ եմ հանե, գիլեկներդ եմ վարե, ինչ եմ արել ես ձեզի, հը? Իսկ հիմա եթե չսթափվեք, եթե ուշքի չգաք, մի քիչ էլ տենց գժերի տակ մնաք, էֆորյաների մեջ ընկած, տենց սիլնայա ժենշինա, արա, ինչ սիլնայա ժենշինա։ Ուժեղ կին չի պետք լինել, պետք է արժանապատիվ կին լինել։ Եթե արժանապատիվ կին լինես, ուժեղ կին էլ կլինես։ Ուժը արժանապատվության մեջ է, ոչ լկտիության մեջ։ Լկտիություն բոլորին ես կարող են թույլ տալ։ Բայց չեք ասում ծնող եք, լավ, հայ աղջիկ ջան, ես ինչ արնելու, լավ սրա վերջը։ Մի ամիս չի, մի ժամ չի։ Եկել ես վերես ընկեն նստել ես ստեղ, ինչ, որպես ինչ։ Մեզ ես խայտարականում, ամբողջ ինչ ես անում դու, կարաստ ինչ է։ Վաղվա օր ունես ապրելու, բա մենակ բութ մատերիդ ես նայում, բա լեմատ հերուն նայի։ Նման բան չի եղել, նման բան չի եղել։ Դե որ նման բան չի եղել, ուրեմն նորից եմ ասում։ Սպասում եմ ես քո զանգին։ Զանգի ու կապնվի։ Ու պադուդար մի դիր, կստեղի քրերի, երևույթ քրոջդ։ Ասենք այ քեզի բան, աղջիկ ջան, այ ռուսական տելետեքստով անուղեղ, դու ով ես։ Այդ դու որ քո մարդուն չգիտեմ, լարել ես, բաժնվել ես, ես ինչ ես արել, ես ոնց ես արել, այդ ռուսական պանյակներով դու դες մտածում ես իմ տուն էլ կարաս քանդես։ Դու սատանա չես այ աղջի, հանգիստ մեր համար ապրում ենք։ Ինչ վեկարում ես, զանգում ես, բաժին, տունը զենքեր ա պահում, կնոջը ծեծում ա, լուրջ ես ասում։ Այ շարլատան կլյաուզնիկ։ Դες գործ տալ ես, սիրում, խնդրեմ, արի հրավիրում եմ, արի տանենք քեզի գրանցենք, գնա ազգային անվտանգությունում գրանցվի կամ գործ տվող աշխատի, նկարի գցի։ Բայց գոնե մարդկանց փուրը չտաս հավայի տեղը, տեղին էլի, սենց իմ նման սենց հավայի բան չանես։ Այ քեզի բան։ Ուզում ես չերես երեխեքից փող աշխատես, ինչ ես ուզում անես։ Էլ չեմ ծավալվում, ես էլ էլի նորից իմ կնոջ, իմ երեխեքի խաթեր, չեմ ուզում ծավալվեմ, չեմ ուզում ավելի փակագծերը բացեմ, թե չէ շատ բան կա ասելու, բայց եթե չսթափվեք նորից եմ ասում, ես կորցնելու ոչ մի բան չունեմ, այ պատասխան տալու, կորցնելու լիքը բաներ դուք ունեք, այն որ էլ չի վերականգնվում, որ լողանակ վրեկներից չի անցնի, էդի ավտո չի, որ ջարդվի թազեն առնես, տուն չի, որ քանդվի, այն մյուս տեղը մի հատ թազեն սարքես։ Ես ինչ անինքնասերի պես ընկել եք մեր դեմ, ես ինչ եք անում դուք։ Այսքան է սիրելի ժողովուրդ, ինձ մի քիչ իմ ամբիցիաների համար, իմ վիճակների համար կներեք, ուզացա սենց սրտանց կիսվեմ ձեր հետ, համել այս ուղ եթերը օգտագործելով ուրեմն տեղեկացնեմ, ասեմ, զգուշացնեմ
հասկացնեմ, էլ արդեն տարբերակ չեմ գտնում, ես ոնց նրանց հետ վարվեմ։ Վեր կաց, աղջիկ ջան, երեխեքից վերցրու ու արի տուն։ Ես արդեն այս կարոտից ու այս վիճակից էլ չեմ դիմանում։ Վախում եմ, չեմ վախում, ինչի, բա չես վախում, որ ես բաներ ես անում։ Այդ չես վախում ես 7 ամիսա թողեմ մարդուդ վրից թռել ես, չգիտեմ ում վախցնելով, ում վերբով կանելով։ Ուզում ա քեզի KGB-ն վերբով կարածնի ազգային անվտանգություն, ուզում ա հատուկ ծառայություն։ Հենց ընդհանրապես հետաքրքիր չի։ Ընդհանրապես չլներ վերբով կա։ Հիմա եղել ես, հիմա ներում եմ քեզի քո արարքի համար։ Հիմա քեզ ասում եմ վեր կաց արի։ Վախում եմ, ինչի՞ց ես վախում։ Որ ես ուզենամ քեզի վնասնամ, քեզ մի ասեմ արի։ Ինչի՞ս է պետք դու գաս տե։ Հենաս տեից նստած քեզի տե վնաս կտամ էլի։ Կարող ով եղես թլպատված ես։ Թե ուղղակի այնաջրով լվացել են Եհովայի վկաները։ Ոայ քեզի բան արա։ Մի խոսքով սիրելի ժողովուրդ, ինձ ավել պակաս կներեք, ձեր ցավը տանեմ։ Ձաղից շատ սիրում եմ, շատ հարգում եմ, շատ շնորհակալ եմ, որ ձեր ժամանակը ինձ տրամադրեցիք, լսեցիք, շատ շնորհակալ եմ, որ իմ կողքն եք։ Բոլորիդ շատ սիրում եմ։ Վաղը նորից կմտնեմ եթեր ու մինչև վաղը կտեղեկացնեմ ինչ ա փոխվել, ինչ ա տեղի ունեցել, որը ոնց ա։ Հասկանանք ոնց ենք վարվում այս իրավիճակի հետ։ Աստված պահապան բոլորիս, լավ եղեք, վաղը կհանդիպենք, բարի գիշեր ձեզ։ Վաղը 22:00-ին կհանդիպենք։